Ես Երուսաղեմում եմ, փնտրելու այն 7 վայրերը, որտեղ Հիսուսը արյուն է հեղել մահվանից առաջ վերջին ժամերին։ Այսօր մենք գնում ենք իմ ետևում գտնվող ֆրանսիական վանքի խորը նկուղը։ Հենց այստեղ կգտնենք ամենատպավորիչ հիշողությունները 4-րդ անգամ Հիսուսի արյունը հեղելու մասին։ Այստեղ նրան հարձաքննեցին, մտրակեցին, ծաղրեցին ու դատապարտեցին։ Եվ մենք գնում ենք Բեթեսդայի ավազանը, փնտրում ենք խաչի 4-րդ հրաշքի իմաստը։ Բարի գալուստ Երուսաղեմի 7 հրաշքները։ Իսրայելի թանգարանում գտնվող հին Երուսաղեմի լայնածավալ մանրակերտը պարունակում է նաև Հերովդես թագավորի ամրոցը։ Հերովդեսը վերակառուցել է երկրորդ տաճարն ու ընդարձակել տաճարի հրապարակին կից ամրոցը։ Նա անվանել է այն Անտոնիա ամրոց, ի պատիվ իր ընկերոջ Մարկոս Անտոնիոսի։ Ամրոցն ունի մեծ աշտարակներ յուրաքանչյուր անկյունում։ Այստեղ է, որ Հիսուսին հարձաքննել է Պիղատոսը, իսկ հռոմեացի զինվորները մտրակահարել են նրան։ Երուսաղեմը կործանվել է մեր թվարկության 70 թվականին։ 19-րդ դարում Հերովդեսի ամրոցի ավերակների վրա կառուցվել է Սիոնի քարեր վանական համալիրը։ Այստեղ է, որ կիջնեմ այն նկուղը, որտեղ Հիսուսին մտրակահարել են ու դատապարտել։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել է Անտոնիա ամրոցի ներքին գավթի այս գեղեցիկ հռոմեական որմնադրությունը։ Ես կանգնած եմ հենց այն սալիկների վրա, որոնց վրայով քայլել է Հիսուսը։ Այնտեղ, որտեղ նրան մտրակել են եւ նա ստիպված է եղել դիմանալ զինվորների ծաղրանքին։ Մեծ քառակուսի սալիկները դեռ նույն տեղում են, որտեղ այն վաղեմի ժամանակներում։ Եթե ուշադիր նայեք, կտեսնեք, որ սալիկների մակերևույթը հարթ չէ, որպեսզի կանխվի ձիերի սահելը դրանց վրա։ Եվ այստեղ կարող եք տեսնել, որ հատակին փոքրիկ ջրահեռացման խողովակներ են կառուցվել անձրևաջուրը դեպի գետնի տակ գտնվող մեծ ջրամբարն ուղղելու համար, որը կարող էր մի քանի միլիոն լիտր ջուր պարունակել։ Հիսուսին այս պատմական վայրը բերեցին վաղ առավոտյան, անքուն գիշերից, ծեծից ու խոշտանգումների ենթարկելուց հետո, որպես հանցագործի, եւ հանձնեցին հռոմեացի կառավարիչ Պիղատոսին, քանի որ միայն Պիղատոսն իրավունք ուներ մահապատժի դատավճիռ կայացնելու։ Պիղատոսը 3 անգամ հարձաքննել է Հիսուսին եւ ամեն անգամ հռոմեացին նույն եզրակացությանն է հանգել։ Ես այս մարդու մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Հովհաննեսի ավետարանի 18-րդ գլխում նույնիսկ կարող ենք կարդալ, որ նա ուզում էր ազատ արձակել Հիսուսին, բայց անգամ երկրի ամենից ազդեցիկ մարդը չկարողացավ դա անել։ Որովհետև տեսնում եք, Աստծո ծրագիրն էր, որ Հիսուսը մեռնի մեր փոխարեն եւ նույնիսկ Պիղատոսը չէր կարող փոխել դա։ Երկնային սցենարով որոշված էր նաև, որ Հիսուսին մտրակելու էին հռոմեացի զինվորները։ Կարծում եմ, որ սա Հիսուսի կյանքի վերջին 18 ժամերի ամենածանր պահն է։ Եվ միանգամայն հավանական է, որ Հիսուսին մտրակահարելը տեղի ունեցել հենց այստեղ, այս նույն վայրում։ Հռոմեացի զինվորների կողմից իրականացվող մտրակահարումը հայտնի էր որպես սարսափելի, արյունալի պատիժ։ Հիսուսին պարաններով կապել էին քարեսյանը, ամբողջովին մերկ, նրա ձեռքերը ձգված էին վեր, իսկ դեմքն ուղղված էր դեպի սյունը։ Սովորաբար մտրակումն իրականացնում էին 2 զինվոր։ Նրանք հերթով հարվածում էին, այսպես կոչված ֆլագելում մտրակով։ Այդ մտրակն ուներ կարճ բռնակ, դրան ամրացված կաշվե 2 թոկերով։ Թոկերի ծայրին ամրացված էին ոչխարի փոքրիկ ոսկորներ։ Հռոմեացիները ֆլագելում մտրակը նախատեսել էին զոհի մարմնի միսը պատռելու համար, ինչի հետևանքով Հիսուսի մկաններն ու ջլերը բացվեցին, դառնալով տեսանելի։ Նրա մաշկը բառացիորեն պատռվեց այդ սարսափելի գործիքով, մինչև որ Հիսուսը հայտնվեց կիսագիտակից վիճակում կախված պարաններից, շրջապատված արյան մեծ լճակով։ Գիտեք, երկար ժամանակ ես մտածել եմ, թե ինչու Հիսուսի մարմինը, որ երբեք հիվանդություն չէր տեսել, պետք է այդքան սարսափելիորեն այլանդակվեր, որ նույնիսկ հարազատ մայրը չկարողանար ճանաչել նրան։ Ինչու պիտի Հիսուսն այդքան տառապեր, որ մարդիկ այլևս չկարողանային նայել նրան։
Միթե նա չէր կարող մեռնել մեկ այլ պակաս սարսափելի եղանակով։ Որն էր այս սարսափելի տառապանքի օգուտը։ Այն պետք է որ որոշակի իմաստ ունենար։ Եթե Հիսուսի կրած չարչարանքներում իմաստ կամ արժեք չկա, ապա ավելի լավ կլիներ, որ նա մահանար ոչ այսպիսի դաժան ձևով։ Այս հարցերի պատասխանը գտնելու համար մենք կհեռանանք այս վայրից եւ ես ձեզ կտանեմ Բեթեսդայի ավազանը։ Բեթեսդայի ավազանը հեռու չէ այն վայրից, որտեղ սկզբնապես գտնվել է Անտոնիա ամրոցը եւ որտեղ Հիսուսին մտրակել են։ Հիսուսի ժամանակներում Բեթեսդան հավաքատեղի էր նրանց համար, ովքեր հիվանդ էին, հաշմանդամ կամ խեղված եւ հավատում էին, որ ավազանի ջուրն ունի բուժիչ հատկություններ։ Ավազանը դարեր շարունակ ծածկված է եղել ավերակներով, մինչեւ որ այն պեղել են սպիտակ հայրերը։ Նրանք հայտնաբերեցին ուղղանկյուն ավազանների կրկնակի համակարգ, ճիշտ այնպես, ինչպես նկարագրված է Հովհաննեսի ավետարանում։ Հովհաննեսը նկարագրում է, թե ինչպես էին հիվանդները, կույրերը, անդամալույսներն ու հյուծվածները սպասում իրենց հրաշքին այս ավազանի մոտ։ Բեթեսդա անունը նշանակում է ողորմության տուն։ Սակայն այստեղ ողորմություն գտնելն այդքան էլ հեշտ չէր։ Բեթեսդայում մարդիկ մտածում էին միայն իրենց մասին։ Այստեղ պետք է պայքարեիր քո բժշկության համար։ Ժամանակ առ ժամանակ մի հրեշտակ իջնում էր ջրի մեջ, ով առաջինն էր մտնում ջուրը, բժշկվում էր։ Բայց մի օր Հիսուսն այցելեց այս վայրն ու տեսավ անդամալույծի, որը 38 տարի հիվանդ էր եղել։ Ուղիղ այդքան ժամանակ էլ իսրայելացիները ստիպված էին թափառել անապատում, մինչև խոստացված երկիր մտնելը։ Այս անդամալույծ մարդը, որի անունն անգամ չի հիշատակվում, ամբողջ Իսրայելի խորհրդանիշն էր, կաթվածահար, կույր եւ հիվանդ։ Նրանք գրեթե կորցրել էին բոլոր հույսերը։ Եվ այդժամ Հիսուսը հարցրեց նրան, թե արդյոք նա ուզում է առողջանալ։ Ինչ հարց է դա։ Մարդը բողոքում է, որ կորցրել է ամեն հույս, ասում է. «Տեր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի։ Մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Բայց հանկարծ Հիսուսն ասում է. «Վեր կաց, վերցրու մահիճդ եւ քայլիր»։ Եվ մարդն իսկույն բժշկվում է, վերցնում է իր մահիճն ու կարողանում նորից քայլել։ 38 տարի անց մարդը վերջապես հանկարծակի բժշկվում է։ Տպավորիչ մի հրաշք, որը կատարվել է այստեղ, այս վայրում։ Գիտեք, ես հաճախ եմ նկատել, որ հրաշքը շատ հարցեր է առաջացնում։ Ինչու է Աստված բժշկում մեկին, իսկ մյուսին ոչ։ Կամ արդյոք ես իսկապես պետք է գնամ որևէ համաժողովի, որպեսզի Աստված բժշկի ինձ։ Ինքս հաճախ եմ մտորել, մասնավորապես թե ինչու Հիսուսի մարմինը, որ հիվանդություն չէր տեսել, պիտի այդքան սարսափելիորեն խեղվեր, որ մարդիկ չկարողանային ճանաչել նրան։ Եսայի մարգարեն մարգարեացել է, որ Հիսուսի կյանքի վերջին 18 ժամվա ընթացքում նրա տեսքն այնքան աղավաղված էր, որ մարդկային էակի տեսքից վեր էր եւ նրա կերպարանքը անհամեմատելի մարդկային նմանության։ Վերջապես բացահայտեցի, որ Հիսուսի մարմնի այլանդակումը խորը իմաստ ուներ։ Ճիշտ այնպես, ինչպես մեղք չունեցող մարդն իր վրա վերցրեց մեր բոլոր մեղքերը, այնպես էլ հիվանդություն չունեցած մարդն իր վրա վերցրեց մեր բոլոր հիվանդությունները։ Նրա կատարյալ մարմնի վրա պատրվածքներ առաջացնող մտրակի յուրաքանչյուր հարվածով Հիսուսն իր վրա վերցրեց ամեն կործանարար հիվանդություն։ Ճիշտ այնպես, ինչպես Եսայի 53-ում է ասվում. անարգված եւ մարդկանցից մերժված, նա վշտերի մարդ էր ու ցավերի ծանոթ, որպես մեկը, որից երես են դարձնում մարդիկ։ Հիրավի նա մեր ցավերը վերցրեց եւ մեր վշտերը կրեց։ Չկա այնպիսի ուժասպառող եւ հյուծող հիվանդություն, որը Հիսուսը չկրեց իր մարմնում այդ կործանարար մտրակահարման ժամանակ։ Ահա թե ինչու է Եսայի մարգարեն 5-րդ խոսքում ասել. նրա վերքերով մենք բժշկվեցինք։ Ճիշտ այնպես, ինչպես Հիսուսը Գեթսեմանում խմեց մեր մեղքերով մինչ եզրը լցված բաժակը, այնպես էլ իր վրա վերցրեց մեր հիվանդությունները, մտրակի յուրաքանչյուր հարվածով։ Ահա թե ինչու է Պետրոս առաքյալն իր առաջին նամակում նույնպես ասում, որ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացած լինի Հիսուսի չարչարանքների վրա։ Նա ասում է. նրա վերքերով դուք բժշկվեցիք։ Աստված ուզում է, որ դուք նայեք Հիսուսի խոշտանգված եւ խեղված մարմնին։ Հավատաք թե ոչ, նրա անմարդկային խեղման մեջ է մեր գերբնական բժշկությունը։
Հիսուսը մեզ պատվիրեց աղոթել հիվանդների համար։ Մենք աղոթում ենք, իսկ Հիսուսը բժշկում է։ Բայց ինչ անել, երբ բժշկությունը դեռևս չի կատարվել։ Եբրայեցիների 2 գլխի 8-9 խոսքերը տարիներ առաջ պատասխանեցին տվյալ բժշկման վերաբերյալ իմ բազմաթիվ հարցերին։ Այն ասում է. ամեն ինչ նրա ոտքերի տակ հնազանդեցրիր։ Որովհետև ամեն ինչ նրան հնազանդեցրեց, ոչինչ չթողեց, որ հնազանդ չլինի նրան։ Սակայն հիմա դեռ չենք տեսնում, որ ամեն ինչ նրան հնազանդված է, բայց տեսնում ենք Հիսուսին։ Այսպիսով մենք այստեղ կարդում ենք, որ ամեն ինչ, այդ թվում բոլոր հիվանդությունները, նրա ոտքերի տակ են, բայց մենք դեռևս չենք տեսնում, որ ամեն ինչ, այդ թվում մեր բոլոր հիվանդությունները, հնազանդված են նրան։ Խաչի հրաշքի ճշմարտությունն այն է, որ մենք բժշկվել ենք Հիսուսի վերքերով, իսկ փաստն այն է, որ մենք չենք տեսնում, որ բոլոր հիվանդությունները հնազանդ են նրան։ Հավատալ չի նշանակում, թե մենք ժխտում ենք փաստերը, այլ որ մենք դրանք հնազանդեցնում ենք այն ճշմարտությանը, որ մենք բժշկություն ենք ստացել Հիսուսի վերքերով։ Իհարկե սա նուրբ սահման է հավասարակշռություն պահելու համար։ Այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է, որ մենք կարճենք հետևյալ 4 բառերից յուրաքանչյուր իրավիճակում, բայց մենք տեսնում ենք Հիսուսին։ Եբրայեցիների 6:5-ում ասվում է, որ Հիսուսի վերադարձից առաջ մենք ճաշակել ենք Աստծո խոսքի վայելչությունն ու հանդերձյալ աշխարհի զորությունները, որպեսզի մարդիկ կարողանան բժշկվել Աստծո կողմից նույնիսկ մեր ժամանակներում։ Թեև ոչ բոլորն են բժշկվում, ում համար մենք աղոթում ենք։ Դա չի նշանակում, որ մենք դադարելու ենք աղոթել բժշկության համար։ Միևնույն ժամանակ մենք սպասում ենք նոր երկնքի ու նոր երկրի, որտեղ բոլորս կստանանք կատարյալ բժշկություն եւ վերականգնում։ Ահա թե ինչու հիվանդների համար աղոթելը միշտ կապված է հավատի եւ սպասման հետ։ Եբրայեցիներին 10:36-ում ասվում է. ձեզ համբերություն է պետք, որպեսզի Աստծո կամքը կատարելով խոստումն ստանաք։ Երբ երկար տարիներ հիվանդ ես լինում, ինչպես Բեթեսդայի այն մարդը, հեշտ չէ համբերատար լինել ու շարունակել Աստծո կամքը կատարել։ Երբ ես եկեղեցու հովիվ էի, մի գիշերվա մեջ ինձ մոտ էպիլեպսիա զարգացավ։ Հիշում եմ, որ այդ օրերին երբեմն ստիպված էի լինում կառչել ամբիոնից, որովհետև քարոզի ժամանակ էպիլեպտիկ նոպա էի ունենում։ Երբեմն նույնիսկ չէի հիշում, թե ինչ եմ քարոզել։ Այդ 7 տարիների ընթացքում, երբ հիվանդ էի, շատերն էին աղոթում ինձ համար։ Դժբախտաբար որևէ արդյունք չկար։ Հեշտ չէր տոկալն ու Աստծո կամքը կատարելը, բայց այդ դժվարին 7 տարիներին ես ամեն օր հավատացի Հիսուսին եւ հնազանդորեն կատարեցի այն, ինչ նա ասում էր ինձ։ Մինչեւ որ եկավ այդ հրաշալի օրը, 7 տարի անց Աստված խոսեց ինձ հետ աղոթաժողովի ժամանակ եւ ասաց, որ ես պետք է ինչ-որ մեկին խնդրեմ աղոթել իմ ուղեղի ձախ կիսագնդի հետին մասի համար։ Ես կասկածների մեջ էի։ Ի վերջո խնդրեցի ուրիշներին աղոթել գլխիս համար։ Ես նրանց չխնդրեցի աղոթել իմ ուղեղի ձախ կիսագնդի հետին մասի համար։ Ոչ, ես այդ տեղեկատվությունն ինձ պահեցի։ Նրանք սիրով նորից աղոթեցին իմ ապաքինման համար։ Մի քանի րոպե անց մեկը, որ նորեկ էր մեր եկեղեցում, ձեռքը դրեց իմ գլխի ձախ կիսագնդի հետին մասի վրա ու ասաց. «Շնորհակալություն Տեր Հիսուս, որ բժշկել ես նրա ուղեղի ձախ կիսագնդի հետին մասը»։ Ես ցնցված էի։ Ինչպես էր դա հնարավոր։ Տակավին կասկածում էի։ Ես ոչինչ չէի զգացել եւ մտածում էի, թե արդյոք հիմա իսկապես բժշկված էի։ Ուստի պայմանավորվեցի ու գնացի իմ նյարդաբանի մոտ, ով ինձ զննելուց հետո ասաց, որ այլևս դեղորայք ընդունելու կարիք չկա։ Այդ օրվանից ես լիովին բուժվել եմ եւ երբեք նոպա չեմ ունեցել։ Հիմա հասկանում եք, թե ինչու եմ ուզում միանալ Աստվածաշնչին, քաջալերելով ձեզ, որ համբերատար աղոթեք, այդ թվում բուժման համար։ Որովհետև ես հավատում եմ, որ Աստծո կողմից ավելի շատ մարդիկ կբժշկվեն, քան մինչ այժմ տեսել ենք։ Կարող եմ աղոթել ձեզ համար այն վայրից, որտեղ Հիսուսը բժշկեց այն մարդուն, ով այլևս հույս չուներ։ Խնդրեմ, որ նա մեկնի իր ձեռքը ձեզ նույնպես բժշկելու համար։ Եկեք միասին աղոթենք խաչի 4-րդ հրաշքի համար։ Երկնային Հայր, շնորհակալ եմ, որ չկա որևէ հյուծող հիվանդություն, որը Հիսուսը չի վերցրել իր վրա մտրակի հարվածների ժամանակ։
Նրա վերքերով մենք բժշկություն ստացանք։ Ահա թե ինչու եմ աղոթում նրանց համար, ովքեր հիմա դիտում են, նրանց համար, ովքեր հիվանդ են եւ ովքեր քո բժշկության կարիքն ունեն։ Հիսուսի անունով ես աղոթում եմ, որ նրանք ուժ եւ բժշկություն ստանան։ Արի Տեր եւ օգնիր մեզ տոկալով կատարել քո կամքը, նաեւ աղոթելով նրանց համար, ովքեր հիվանդ են, որպեսզի բժշկություն ստանան։ Շնորհակալություն այսպիսի սիրո համար։ Ամեն։